Որդու և Որդու Սրբով ամեն։ Զիխն դե կենթանի ընդմերյալս, չէ աստ այդ հարյա։ Սիրելի հավանացյաններ, այսօր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է, և մեր եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը տոնում է այդ մեծ տոնը, ով թափանեցուցեց մեզ վեմն ի դրանց գերեզմանի, ով պետք է գնորի գերեզմանի առջև դրված քարը, այդպես էին խոսում կանայք, որոնք գալիս են իրենց հետ բերելով անուշահոտվում և յուղ իրենց վերջին հարգանքը մատուցելու սիրելի վարդապետին, որը մեկ օր առաջ կենդանի էր, իսկ այժմ անշուշտիա, իսկ վաղը կամ մյուս օրը պետք է իսպառ վերանար անհետանալ իրենց տեսությունից։ Իրենց վերջին պարտքը պետք է կատարեին իրենց վարդապետի նկատմամբ, սակայն նրան անզոր է տկար և դրա համար մտահոգ էին, ով պետք է օգնի նրանց գցել գերեզմանի դռան առջևի մեծ քարը, որպեսզի կարողանան ներս մտնել այլի մեջ։ Բայց այլ քեզ զարման, բաց է դուռը, քարը մի կողմի վրա է, և իրենց ականջին հնչում է զիխը դե կենդանին ընդմերյալս, չէ աստ այլ հարյա, ինչու է կենդանին մեռելների մեջ որոնում, այստեղ չէ, հարություն է ավել, չէ որ երեք օր առաջ տեսել էին նրան, խաչը լուսին, Գողգոթայի ճանապարհին, խաչի ծանրության տակ, արտասուք նաշկներին տեսել էին անիավության թափորը, վերջին անգամ տեսել էին վարդապետի բարի աչքերը ու լսել նրա խոսքերը, դստեր Երուսաղեմի, մի լայքի վերային, այլացեք ի վերա որդվոց ձերով, տեսել էին նրա մահը խաչի վրա, թաղումը այրի մեջ, և հրեաներին, որոնք քրքիջով իջնում էին Գողգոթայից, որ վերջապես ազատվել են Նազովրեցուց։ Միամիտ պարզ կանայք չգիտեին, որ այդ օրը Աստծո կամքով մեծագույն հրաշք է կատարվում, և մարդկության առջև բացվում է նոր ուղիներ դեպի փրկություն, բացվում է նրանց հոգու աչքերը, տեսնում և հասկանում են, թե ճշմարտությունը չես կարող սպանել ստի և կեղծիքի ճանապարհով, պարզվում է Հիսուսի բերած և ներշնչած գաղափարը հավատքի փրկարար և մեծ զորության մասին։ Հրեական ոգով աշակերտները իրենց վարդապետի մահվամբ հուսախաբված զգացին իրենց, որ երազում էին Հիսուսի միջոցով Իսրայելի երկրավոր թագավորությունը ինել։ Այս հուսախաբության արգասիքն է Հիսուսի ձերբակալությունից հետո աշակերտների ցիրուցանքները, անհովի ոտի նման, Պետրոսի ուրացությունը, քահանայապետի մոտ և խմբի կազմալուծությունը, սակայն Հիսուսի հարության դուրը կերպարանափոխ արեց նրանց։ Հիսուս կրկին կանգնած է նրանց առջև ավելի մեծ ու ավելի հզոր, նրանք լսում են նրա վեր խոսքերը։ Այսպես Հիսուսի հարության շնորհիվ հարություն է առնում նրանց մեռած հոգին, դառնում են արիասիրտ ու համարձակ, կրակոտ լեզու են ձեռք բերում, քարոզում են համարձակ, արհամարելով մահը, պատրաստ լինելով իրենց դավանած և քարոզած ճշմարտության համար մարտիրոսական պսակ առնել, և այսպես Հիսուսի հարության լույսով վերակենդանացած մարդիկ կենդանացրին իրենց ժամանակակից աշխարհը, բարոյապես մեռած աշխարհին
կյանք տվին, բարոյական իդեալներից զուրկ աշխարհին, իդեալներ պարգևեցին եւ կյանքը արժեք ունեցավ, արժեք ստացավ մարդու համար։ Սիրելի հավատացյալներ, ով պետք է նորոգի մեր աշխարհը, որը ոչ գիտության ու արվեստի կարոտ ունի, այլ բարոյական գաղափարների, սուտն ու անվստահությունը իշխում է ամենտեղ, ով պետք է հաստատի մեր սրտում ճշմարտության ու հանրային շահի գաղափարը, եթե ոչ մենք, մեր ամբողջ կրոնական կյանքը անցկացնում ենք, ամեն տարի խոստովանում ենք, տարին երբեմն բազմաթիվ անգամներ, սակայն ում է պետք այդ խոստովանությունը, քանի որ նա դարձել է լոկ ձեզ անբովանդակ արարողություն։ Ճշմարիտ խոստովանությունը այն է, որ մարդը ճանաչում է իր վատ արարքը, որոշում է այլևս չկրկնել և չի անում, բայց սրա համար պետք է որ մենք հավատանք հարության բջջին և կամ հաղորդում ենք հաճախ, արդյոք մենք հաղորդվելիս հիշում ենք Հիսուսին, նրա մահը մեզ համար, շատեր որոշում են ամուսնանալ և եկեղեցու ծեսով ու խորհուրդով, բայց ով է պահում այն խոստումները, որ տալիս է ամուսնացողը սուրբ սեղանի առջև, թե դեպի միմյանց հավատալի լինելու նկատմամբ, թե երեխաներին քրիստոնեական դաստիարակություն տալու նկատմամբ, գուցեև ոչ ոք, որովհետև մեր եսը, մեր հաճույքը ավելի են կարևորում, քան ուրիշինը, քան ճշմարտությունն ու արդարությունը։ Այս բոլորը կատարում ենք մենք նրա համար, որ չենք հավատում ոչ Հիսուսին և ոչ նրա հարությանը, որովհետև մենք աշխարհի տերերից վախենում ենք, իսկ եկավոր թագավորից ոչ, որովհետև նրան չենք տեսնում, և այս բոլորը հարության հավատքի բացակայությունն է մեր կյանքի, հարության հավատքի բացակայության հետևանքն է։ Ինչ աղետալի բան կլիներ մահը, եթե այնուհետև հարություն իմերելով չլիներ։ Պողոս առաքյալն ասում է, եթե Քրիստոս չիցե հարության, ընդունայն է քարոզությունը մեր, ընդունայն են և հավատքը ձեր։ Կարծում ենք Պողոս առաքյալի Կորինթացիների նամակի մեջ, սիրելիներ, ստափվենք անտարբերությունից, թողնենք այդ արտաքին ձևական աստվածապաշտությունը և պատմենք Տիրոջը հոգով և ճշմարտությամբ։ Եկենք բոլորս միասին այսօր Աստծո այս տան մեջ աղոթենք Աստծուն, որ փրկի հարության ավետաբեր հրեշտակները մեզ մոտել գան, բացեն մեր հոգվածքերը նայելու Գողգոթայի վրա ծակած կենդանության արեգակին, որ նրա լույսի շողերը ընդեն հայ մարդու մտքի և սրտի մեջ և կենդանացնեն, որ նա է հարությալի հետ հարություն անի և փառք տա իր արարչին։ Քրիստոս հարյանի մեռելով։ Քրիստոս հարյանի մեռելով։ Քրիստոս հարյանի մեռելով։ Ձեզ և մեզ մեծ ավետես։ Շնորհ Տիրոջ մեր և Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, եղիցին ձեզ, ընդամենեսյան սրտամեն։